Ադրբեջանի հետ պատերազմի թեժ օրեր են եղել, երբ որ Հայաստանի շրջափակման պատճառով մենք ցորենի խնդիր ենք ունեցել։ Եվ այդ ցորենը ստացել ենք Թուրքիայի միջոցով։ Ընդ որում ստացել ենք նույնիսկ թուրքական ամբարներից, ճիշտ է, այդ պարտքով են տվել միջև որ Միացյալ Նահանգների ցորենը կհասներ եւ կփոխարիներ այդ ամբարներից ստացած ցորենը, մասամբ էլ Սիրիայից ենք ստացել, էլի Թուրքիայի բանով, տարածքով, բայց Թուրքիան լինելով Ադրբեջանի մերձավորագույն դաշնակիցը, բայց այդ հարցում հնարավորություն տվել եմ, որ այսպես Հայաստանում սով չլինի։ Այսինքն դա եղել է հենց հայ-թուրքական հարաբերությունների այդ ճիշտ ընկալման շնորհիվ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ես քանի որ Սփյուռքի հարցերով զբաղվել եմ Ռաֆի Հովհաննիսյանի կենտրոնում եւ այս այդ շրջանը լավ ուսումնասիրել եմ։ Եվ այդ հարցը առաջնահերթություն դարձավ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Երբ որ էլի երկաթյա վարակույր բան արվեց Հայաստանի եւ Թուրքիայի միջև, ընդ որում ես այստեղ իհարկե օբյեկտիվ պետք է նշեմ, որ կային օբյեկտիվ նաեւ նախադրյալներ դրա համար Թուրքիայի կողմից, որտեղ ազատագրված տարածքների ծավալը արդեն 94 թվականին ընդհանրապես Թուրքիայի համար փակեցին Հայաստանի հետ կարգավորման հնարավորությունները, հա, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանի վերջի շրջանն էլ արդեն այդ դինամիկան հայ-թուրքական հարաբերությունների չուներ, բայց համենայն դեպս ամբողջ շրջանում իր պաշտոնավարման Լևոն Տեր-Պետրոսյանը չի համարել, որ դա առաջնահերթություն է կամ պետք է լինի առաջնահերթություն Հայաստանի արտաքին դիվանագիտության։ Այդ առումով ճիշտ են ասում գործող իշխանությունները։ Ավելին ասեմ, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ այդ նույն հայ-թուրքական պրոտոկոլների շրջանում որպես առաջնահերթություն դա դուրս էր եկել։ Այնպես որ ուզում ասեմ, դա Հայաստանի համար, որը չունի ուրիշ ռեսուրս, հա, մենք նույնիսկ տարածաշրջանային տերություն չենք, որ այսպիսի հարցեր կարողանանք բարձրացնել հիմա, բայց կգա մի պահ, երբ որ նորմալ հարաբերություններ կլինեն Թուրքիայի հետ, որ բարեկամական մթնոլորտում այդ հարցերը բարձրացվեն։ Նաև սփյուռքահայության հետ տարբեր հանդիպումների ժամանակ շեշտում եմ, որ այդ հարցը առաջնահերթություն չդնել չի նշանակում ժխտել կամ ուրանալ ցեղասպանության փաստը։ Վերջիվերջո ամեն ցեղասպանության օրվա տարելիցի կապակցությամբ վարչապետը ելույթ է ունենում եւ այդ փաստը նշում է ցեղասպանություն բառը արտասանում է, ինչքան էլ հետո փորձում են տարբեր շրջանակներ շառանել թե ուրանում է եւ այլն, ոնց կարելի է ուրանալ մի բան, որը դու անվանում ես իր անունով։ Չինաստանը ունի ռազմավարական շահեր տարածաշրջանում։ Տարածաշրջանը միակ խողովակն է Չինաստանի համար դեպի Եվրոմիություն ցամաքային։ Այսինքն Միջին Ասիայով ինքը մի քանի ուղիներ ունի։ Ղազախստանով կարող է լինի, Տաջիկստան, Ուզբեկստանով կարող է լինի, Ղրղստան, Ուզբեկստան, Թուրքմենիա կարող է լինի, հա։ Բայց մեր տարածաշրջան Հարավային Կովկասի դեպքում ինքը պետք է անցնի Ադրբեջան-Վրաստան կամ Ադրբեջան-Հայաստան, հա, այդ երկու տարբերակն։ Ադրբեջան-Վրաստանով արդեն անցնում է։ Կան բեռնափոխադրումների հնարավորություններ, երկաթգիծ է կառուցվել Բաքվի հիմնական ֆինանսավորմամբ Բաքու-Թբիլիսի Էրզրումը, հա, Ղարսը երկաթգիծը։ Եվ այդ իմաստով իհարկե Չինաստանը նաև մտածում է ծովային ճանապարհ օգտագործելու Միջին Ասիայից իր բեռները դեպի Ադրբեջան, հետո Վրաստան եւ այնտեղ Անակլյան նավահանգիստը, որը ինքը վերսել է իր վրա, որ կառուցի, գիտեք, տենդերը շահեց Չինաստանը, որի շատ դժգոհ է Միացյալ Նահանգները եւ նաեւ այս կոշտ դիրքորոշումը Միացյալ Նահանգների Վրաստանի հանդեպ, որը չգիտես ինչի վրացի իշխանություններ հույս ունեն, որ Տրամպի օրոք պետք է փոխվի, չի կարող փոխվի, դա Միացյալ Նահանգների ռազմավարական շահերն են։ Անակլյան տվեցին ամերիկացիներն են ուզում վերցնեն, վրացիները տվեցին Չինաստանին։ Դե անունը դրեցին, որ դա արդար տենդեր են կարել, ու ավելի լավ պայմաններ առաջարկել տվել են, բայց հասկանալի որ այդպիսի նավահանգիստներ, այդպիսի խոշոր ռազմավարական պրոյեկտները այդպես ճակերտավոր արդար տենդերներով չի բաշխվում, հա։ Հիմա իհարկե Չինաստանի համար կարևոր է, որ եթե խաղաղություն է հաստատվում, որ այդ ճանապարհային ցանցը, իսկ ինչքան դիվերսիֆիկացված է այդ ցանցը, այնքան ավելի անվտանգ, ելի ինքը ունենա վերահսկողություն։ Եվ պատահական չի, որ ինքը կարևորեց Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացումը, եւ դուք գիտեք, որ թե Վրաստանի, թե Ադրբեջանի հետ կնքվել են ռազմավարական գործընկերության պայմանավորվածությունները, ի տարբերություն Հայաստանի։ Հակառակը Հայաստանը միացել է կրոնական ազատությունների մասին խարտիային դեռ հեղափոխությունից անմիջապես հետո իդեպ, որը որ Չինաստանի դեմ է ուղղված։ Եվ դա Միացյալ Նահանգների առաջարկներ, դա էլ քշիրը բացրացեց Հայաստանի արևմուտքի աչքերում, որտեղ արևմուտքը այդ խարտիայի միջոցով, բացի նրանից, որ դա մարդու իրավունքներն են, իհարկե կրոնական ազատությունների մասին է, բայց նաև հատուկ հիմնականում դա Չինաստանի դեմ էր ուղղված ուйղուրների իրավունքների պաշտպանության տեսակետից, հա։
Այդ իմաստով իհարկե Չինաստանը կուզենա, որ այդ վերահսկողությունը ինքը ստանա կամ առնվազն արևմուտքը չստանա, Միացյալ Նահանգները չստանան, հա, որտեվ Միացյալ Նահանգները Օբրայենի ներկայությունը տարածաշրջանում էլի պատահական չէր, երբ որ ինքը գնացել էր Բաքվին բացատրեր կամ համոզեր, ոնց կուզեք, որ այդ ճանապարհները Միջին Ասիայից եկող ճանապարհները, բայց նաև ենթադրվում է Չինաստանից անցնեն անպայման Հայաստանով։ Ես միշտ ասել եմ ինչի Հայաստանով, որտեվ Հայաստանը միակ օղակն է արևմուտքի համար, որի միջոցով իրանք կկարողանան վերահսկել այդ բեռները։ Այդ բեռների ծավալը, որակը, պարունակությունը, հա? Եվ նաև, երբ որ պետք է, նաև ուղղակի փակել այդ բեռների, որոշ բեռների հանդեպ, օրինակ սանկցիաների միջոցով, հա, ընդ որում հատուկ ոչ թե Հայաստանն ասեն, Հայաստան փակի եւ Հայաստան հարվածի տակ գցեն, այլ ասեն մենք սանկցիա ենք կիրառում այս բեռների հանդեպ, Հայաստանը բոլոր սանկցիաներին միանում է, գիտեք, ոչ միայն Հայաստանը, ամբողջ աշխարհը գրեթե, նույն Չինաստանի դեպ շատ սանկցիաներ Ռուսաստանի դեպ միանում է, որտեղ ինքը գիտի ինչ նշանակում չմիանալ սանկցիաներին եւ ընկնել երկրորդային սանկցիաների տակ Միացյալ Նահանգների։ Այնպես որ այդ առումով մի բան է Ադրբեջանը, որը որ հարուստ նավթի տակառի վրա նստած երկիր է, որը ինչ որ սանկցիաներին կմիանա, ինչ որ սանկցիաներին չի միանա, մի օր էլ քնի զարթնի ասի ես Չինաստանի դաշնակիցն եմ, որտեղ մենք երկուս էլ ոնց որ ավտորիտար երկրներ ենք, Ռուսաստանի դաշնակիցն եմ եւ այլ։ Հայաստանի դեպքում դա հնարավոր չի, որտեղ Հայաստանի կենսական շահերն են նաեւ պահանջում եւ իր անվտանգային շահերը Եվրոմիության հետ մերձեցում։ Եվ այստեղ ի դեպ Եվրոմիության մերձեցման հետ կապված Թուրքիայի մասին որ հիշատակեցիք, քանի որ Թուրքիան էլ է այսօր հակված Եվրոմիության հետ խորացնել հարաբերությունը, այս նորացվող Եվրոմիության հետ, որը դառնում է ռազմաքաղաքական միավոր արդեն ինքը տնտեսականից վերաճում է նաև ռազմաքաղաքականի Թուրքիան ինչի է ուզում Եվրոմիության, որովհետև Եվրոմիության մոտեցումները, ստանդարտները, այդ թվում քաղաքական ավելի մոտիկ են թուրքական այսօրվա քաղաքականությանը մերձավոր արևելքում, քան Միացյալ Նահանգներինը, որովհետև Թուրքիան ունի ընդհանուր բախում Իսրայելի հետ, խնդիր ունի, որովհետև ինքը իսլամական երկիր է, հերիք չի, ինքը փորձում է իսլամական առաջնորդություն ստանձնել մերձավոր արևելքում։ Եվ դրա համար ինքը չի կարող աչք փակել ոչ Գազայում տեղի ունեցող այդ էթնիկ զտումների սպանությունների վրա դժվարում եմ ցեղասպանություն անվանել, բայց ամեն դեպքում շատ ծանր հանցագործություն է ռազմական իրականացնում Իսրայելը եւ Նետանյահուն ու իրան այդ բան Գալանը, հա, իր պաշտպանության նախարարը, որոնք որ Ռոմի ստատուտի համապատասխան միջազգային քրեական դատարանը հետախուզում է հայտարարել, ոնց որ Պուտինին։ Այսինքն այդ իմաստով Թուրքիայի համար ավելի ընկալելի է եվրոպական դիրքորոշում, որոնք դատապարտում են Գազայում այդ գազանությունները իսրայելական բանակի, բայց Միացյալ Նահանգները այսօր ասում է Իսրայելը ինչ որ անում է ճիշտ է անում, կոպիտ ասած, նու տենց 100%-անոց չի իհարկե աջակցությունը, որտեղ կա որոշակի ճնշում նաև Իսրայելի վրա, նույնպես զինադադարը շարունակելու հարցում, հա, հետո վերջիվերջո արաբական աշխարհի հետ ամբողջությամբ չի կարող փչացնել հարաբերությունները Միացյալ Նահանգները, բայց ինքը շատ ավելի այսպես աջակցող է Իսրայելին։ Ավելին ասեմ, նույն Սիրիայի հարցում տեսեք ինչ հետարքի տեղաշարժեր են տեղի ունենում, որոնք նես չի, որ միանշանակ Թուրքիայի օգտին են։ Քրդական ինտեգրումը Սիրիայի ամբողջականության մեջ բերելու է նաև ամերիկա-իսրայելյան վերահսկողության մեծացմանը սիրիական երկրի հանդեպ։ Ճիշտ է, իրենք կարծես թե զինաթափում են եւ այդ ամբողջ բանակը էլ քրդական ինքնուրույն չի լինելու, բայց ինքը ինտեգրվելու է սիրիական բանակի մեջ։ Ճիշտ է, նավթահանքերը, որ հիմնականում քրդերի վերահսկողության տակ են, իսկ ավելի կոնկրետ Միացյալ Նահանգների, հիմա մասամբ վերադարձվում են Սիրիային, որպեսզի Սիրիան գոնե ինչ որ եկամուտի աղբյուր ունենա, բայց եկամուտի աղբյուր ստացող Սիրիան բնականաբար ավելի անկախ է լինելու Թուրքիայից, իսկ այսօր ինքը ամբողջությամբ կախված է Թուրքիայից։ Հազարամի հարցեր է առաջանում, որով Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փորձելու են նոր իշխանություններին Սիրիայի ավելի հեռու պահել Թուրքիայից։ Ուզում ասեմ, այստեղ էլ հետարքիր հակասություններ կան Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների միջեւ, որտեղ Թուրքիան իրեն ավելի տեսնում է Եվրոմիության մեջ։ Եվ մենք էլ այս տեսակետից, քանի որ մենք էլ ենք Եվրոմիության անդամության նաեւ գործընթաց սկսում եւ ել չեմ ասում, որ երկրների հետ առանձին ռազմավարական գործընկերության պայմանագրեր են կնքում, Թուրքիայի հետ մոտավորապես նույն դաշտում ենք հայտնվում, մի տարբերություն Ադրբեջանի, որը այդ դաշտից դուրս է մնալու։ Եվ այստեղ էլ է հակասություն առաջանալու։ Իդեպ նաեւ Եվրոմիության ինտեգրման գործընթացը կարող է խթանվել այս խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, որտեղ Եվրամիությունը ավելի հեշտ կինտեգրի մի պետություն, որը հարևանների հետ արդեն բոլորի հետ ունի խաղաղության պայմանագրեր, իսկ ասում են Թուրքիայի հետ էլ կկնքվի դրանից հետո, կամ խաղաղություն առնվազն, հա, քանց թե իր վրա վերցնի մի բեռ պաշտպանելու մի երկիր, որը անդադ թիրախավորված է եւ կարող է անդադ պատերազմի խնդիր առաջանալ։ Եվ Թուրքիային էլ է դա պետք։ Իհարկե, Թուրքիային էլ պետք է, որ ինքը իր վրայից այդ բեռը պատասխանատվությունը բանանի Եվրոմիության ինտեգրման ճանապարհին, որ անդադ
չեպե չլինի կոպիտ ասած, հա, իր համար հայ-ադրբեջանական հարաբերությունների ֆոնին։